Օրվա լրահոսը ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, տաղավարում Քրիստինե Սուքեսյանն է, բարի երեկո։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստին։ Դուշանբեի միջազգային օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորել է Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան։ Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալու է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը։ Դուշանբեում նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014 թվականի դեկտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել կազմակերպության առաջիկա ծրագրերը։ Անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ գործակցության կատարած աշխատանքին։ Դուշանբեի նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում կստանձնի նախագահությունը։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա առիթով։ Հարգելի Դմիտրի Անատոլիի, ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ձեր պետական գործունեությունը արժանացել է ձեր հայրենակիցների վաստակած հարգանքին։ Ծանրակշիռ ներդրում է կատարել ռուսական պետականության զարգացման և միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդման գործում։ Հայաստանում ձեզ խոր հարգանքով են վերաբերվում և բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային գործակցության զարգացման ձեր հետևողականությունը։ Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը և պատրաստ եմ շարունակել այդ կառուցողական երկխոսությունը հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը հետագայում նոր նախաձեռնություններով և փոխշահավետ ծրագրերով հարստացնելու նպատակով ի շահ մեր երկրների և եղբայրական ժողովուրդների բարգավաճման։ Սրտանց մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն, նոր հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում, ասված է նախագահի շնորհավորական ուղերձում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջը ծննդյան 50-ամյակի առիթով։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Երևանում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին։ Հայաստանում ապրանքների գները ընդհանրապես որևէ օրինաչափության չեն ենթարկվում, ինչը տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով պայմանավորված է եկամուտների բևեռացմամբ։ Բնակչության մեծ մասը գտնվում է աղքատության մեջ, տնտեսագետը ներկայացրել է նաև գնաճի և բնակչության ստվար զանգվածի աղքատության պատճառները։ Ըստ պաշտոնական տվյալների Հանրապետությունում աղքատության մակարդակը 34% է և որպես աղքատության մակարդակի շեմ սահմանված է ամսական 17,000 դրամ եկամուտը։ Մինչդեռ 17,000 դրամով մարդը չի կարող գնել ձմեռային հագուստ կամ հոգալ տարրական կարիքները։ Տնտեսագետը զավեշտալի է համարում 17,000 դրամով մեկ ամիս գոյատևելու հանգամանքը։ Մեկ ամսվա մեջ քաղաքացին չի կարող իր ամենատրիվիալ հասարակ պահանջմունքները բավարարել 17,000-ի միջոցով։ Իդեպ սա միայն պարենայինը չի 17,000-ը, սա մեջ մտնում են բոլոր այն ծառայությունները կլինեն էլեկտրոէներգիա, գազամատակարարում կլինի, ձմեռային հագուստ եւ այլը եւ այլը եւ այլը, կենցաղային ապրանքներ եւ գումարած, այո, պարենային ապրանքներ։ Օրինակ 17,000 դրամի փոխարեն 100,000 դրամ սահմանելու դեպքում հասարակությունը չի գտնվի խոցելի վիճակում եւ բնականաբար աղքատությունը կնվազի։ Վարդան Բոստանջյանի խոսքով Հայաստանում գնաճը հատկապես պարենային ապրանքների մասով միշտ էլ չհիմնավորված է եղել, գները դեֆորմացիայի ենթարկված։ Դրա հետևանքով հասարակությունը չի կարողանում գնել կենսապահովման անհրաժեշտ ապրանքները։ Տնտեսագետը թվարկում է գնաճին նպաստող որևէ օրինաչափության չենթարկվող գործոնները։ Ազատ տնտեսական բացակայության բացակայություն։ Երկրորդը, երկրում գոյություն ունեցող եկամուտների խիստ բևեռացվածությունն է։ Ուրեմն տրանսֆերտերի դաշտում տեղի ունեցող վայրի վերումները են հաջորդ տեղում գտնվում են, որ այն փոքր զանգվածը, որի մոտ հայտնվել են մեծ գումարներ, նրանց մոտ ընդհանրապես նրանց մոտ հնարավորությունների անսահման մեծ վիճակն է, այսինքն մեծ եկամուտ ունեցող սուբյեկտները ըստ էության էլեմենտար խանութում գնումներ կատարելուց պարագայում, եթե մինչև անգամ այդ վաճառողը իրենց 10 անգամ ավել գին ասել, նրանք ուզված չեն։ Ես ուզված չեմ ասենք, թե
Հիմա պետք է մոտեի 20,000 դրամ, թե այնտեղից ասել են 40,000 դրամ։ Նորմալ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ է 2100 կիլոկալորիա էներգիա։ Տնտեսագետի խոսքով հասարակության միստ-վարձ զանգված աղքատ է եւ չի կարողանում ապահովել նվազագույն կենսապահովման զամբյուղը։ Այստեղից հետևություն. գների այս պայմաններում նվազագույն զամբյուղը պետք է արժենա 100-ից 120,000 դրամ։ Արթուր Հակոբյան, Արթուր Սուքեսյան, Էպիկենտրոն։ Ինչու է աշխարհում պարենային մթերքի գինը ռեկորդային ընկնում, իսկ Հայաստանի Հանրապետությունում ոչինչ չի փոխվում։ Հայ տնտեսագետները դա պայմանավորում են Հայաստանում առևտրաշրջանառության անկմամբ։ Գինը թանկ են պահում, որպեսզի ստանան նախկին շահույթը։ Պարենի համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է պարենային մթերքի գների ինդեքսը, ըստ որի օգոստոսին հուլիսի համեմատ պարեն մթերքն աշխարհում էժանացել է մոտ 5.2%-ով։ Տնտեսական նորությունները ներկայացնում է Արամ Արարատյանը։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գների ինդեքսը Հայաստանում եւ պարզվել է, որ օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքը թանկացել է 0.1%-ով։ Հայ տնտեսագետները կարծում են, որ ազատական շուկայի դեպքում գների էժանացման հավանականությունն ավելի մեծ կլիներ։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով Հայաստանի շուկան համաշխարհային գների հետ կապ չունի, բայց չի բացառում, որ հնարավոր է Հայաստանում պարենի էժանացում լինի առաջիկա ամսում։ Եվրասիական տնտեսական միության տարածքում հնարավոր միասնական արժույթ ստեղծելու հարցում ԵՏՄ անդամ պետությունները տարբեր հետաքրքրություններ ունեն, ասել է ռուսական Ալֆա բանկի գլխավոր տնտեսագետ Նատալիա Օրլովան, նշելով, որ ռուսական տնտեսական դաշտում էլ հարցը բանավեճի առարկա չէ։ Հարցին ստեղծվելու է նոր արժույթ, թե ընտրվելու է անդամ պետությունների Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Հայաստանի արտարժույթներից մեկը, Օրլովան պատասխանել է. եթե ստեղծվի նոր արժույթ, ապա այն կունենա սահմանափակ կիրառություն, կօգտագործվի միայն միջպետական, միայն ԵՏՄ անդամ պետությունների միջև կատարվող գործարքների ժամանակ։ Կա նաև տարբերակ ընթացիկ գործարքները կատարել անդամ երկրների արժույթներից մեկով։ Հավանաբար ամենաողջամիտ տարբերակը կլինի ռուսական ռուբլու ընտրությունը, քանի որ այս միությունը գործում է Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Տնտեսագետը շեշտել է, որ Ռուսաստանին ռուբլին միասնական արժույթ ընտրելը կտա կայունություն, իսկ Բելարուսի եւ Ղազախստանի դեպքում չլուծված խնդիրներ կան։ Խնդիրն այն է, որ Ղազախստանը օրինակ գործակցության սլաքներն ուղղել է դեպի Չինաստան, իսկ Ռուսաստանը փորձում է պահել համեմատաբար անկախ քաղաքականություն։ Այս տեսանկյունից եթե դիտարկենք հարցը, ապա ռուբլու կիրառումը միության տարածքում Ղազախստանի համար կարող է հետաքրքիր չլինել։ Յուրաքանչյուր պետություն ունի իր գեոպոլիտիկ հետաքրքրությունը, որը ԵՏՄ-ում կարող է չհամընկնել։ Տնտեսագետը նշել է նաև, որ եթե միության տարածքում կիրառվի միասնական արժույթ, այն կհեշտացնի պետությունների առևտրաշրջանառությունը եւ երկրները կտնտեսեն փող արժույթի փոխարկման հաշվին։ Օգոստոսին բիզնեսին եւ քաղաքացիներին տրամադրած վարկերի ծավալը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 10%-ով։ Տնտեսագետները նշել են, որ ծավալի անկումը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա, ընդ որում երկարատև ժամանակահատվածի համար։ Այսօր 1 դոլարի արկն արժեցել է 483 դրամ, եվրոն 542 դրամ, իսկ ռուբլին 735 դրամ։ Արամ Արարատյան, Էպիկենտրոն։ Հայաստանում այսօր գործում է 5067 հասարակական կազմակերպություն, դրանց մեծ մասի ուղղվածությունը բնապահպանություն է կամ մարդու իրավունքների պաշտպանությունը, բայց որևէ մեկը ձայն չի բարձրացնում երեխաների թունավորման ժամանակ, ասել է Արմեն Պողոսյանը։ Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նպատակը պատժելը չէ, ասել է նա, այլ հասնել նրան, որպեսզի այդպիսի դեպքերը չկրկնվեն։ Մարդկային քաղաքակրթության հիմնական օրենքը ասում է՝ ամենալավագույնը երեխաներին։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, տեղական ինքնակառավարման մարմիններ։ Դպրոցներում եւ մանկապարտեզներում թունավորումների պատասխանատվությունը հիմնականում կրում են այդ կառույցները։ Դիմը պատասխանատու է տվյալ տարածքում սննդի մատակարարման, սննդի հետ կապված ծառայությունները վերահսկելու գործում։ Մեր նպատակը պատժելը չէ։ Եթե մեր նպատակը, իմ նպատակը լիներ պատժելը, ես կգնայի ու կաշխատեի դատախազությունում։ Մեր նպատակը հասնել նրան, որպեսզի նման երևույթները չշարունակվեն ու չկրկնվեն, ու ցավոք սրտի գրեթե ամեն օր կամ շատ հաճախ լսում ենք նոր թունավորումների մասին։ Մայիսին թունավորման դեպք գրանցվեց Արմավիրի մարզի 3 մանկապարտեզում, հոսպիտալացվեց 50 երեխա։ Դեպքից որոշ ժամանակ անց Արմեն Պողոսյանը գրավոր դիմել էր գլխավոր դատախազություն, տեղեկություն խնդրել։ Պատասխանը հետևյալն է. գործը բաժանել են 4 մասի ըստ մանկապարտեզների։ 1 եւ երկրորդը ընթանում է այդ հետաքննությունը, բայց այդ նամակից հետո անցել է եւս 2 ամիս։ Սովորաբար երեխաներին տրվող սնունդը դպրոց, մանկապարտեզ, այլ վայրեր։ Պետք է 3 օր պահվի կապարակնքված սառնարանում։ Թունավորման դեպք գրանցվելիս սնունդը պետք է ուսումնասիրվի։ Ինձ ասում են այդ սննդի պետական ծառայություն, ասում են ուրբաթ օր էր, դրա համար էլ ճաշը թափել են։ Թունավորումների հիմնական 3 պատճառ է առանձնացնում սպառողների իրավունքների պաշտպանը՝ սնունդ, ջուր, հակասանիտարական վիճակ։ Ով է սերտիֆիկատ տալիս դպրոցի կամ մանկապարտեզի ճաշարաններին։ Հարց է հնչեցնում սպառողների իրավունքի պաշտպանը։ Հասմիկ Օհանյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։
Սեպտեմբերի 13-ին Արցախում անցկացված թիմ ընտրությանը մասնակցել է 52,765 ընտրող կամ ընտրողների իրավունք ունեցողների 55,9%-ը հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Արցախի Հանրապետության 207 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 94,377 ընտրող։ Ընտրությանը մասնակցել են 235 համայնքի ղեկավարի եւ 1228 համայնքի ավականու անդամի թեկնածու։ Թուրքիայում ահագնացող լարված վիճակը մեկ նպատակ ունի, որպեսզի երկրի բնակչությունը նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությանը իր ձայնը չտա քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը։ Թուրքիայում տպագրվող Ակոս թերթի խմբագրի կարծիքով Թուրքիայի իշխանամետ լրատվամիջոցների քարոզչության պատճառով հաճախ վնաս է կրում հայ համայնքը։ Թուրքիայում արտակարգ իրավիճակ է։ Ստամբուլում հրապարակվող հայկական Ակոս թերթի հայալեզու տարբերակի խմբագիր Բագրատ Էստուկյանի համոզմունքն է։ Մինչև նոյեմբերի 1-ի խորհրդարանի ընտրությունը վիճակն ավելի է սրվելու։ Հույդա Հայդատի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի կանխատեսումն է։ Այսօր Թուրքիա քրդերու բնակչությունը գենթաթվի 20 միլիոնի սահմաններով եւ այդ 20 միլիոնին մեծամասնություն գազմած քաղաքներու մեջ իսկապես բادرազմի պատկերներ կդիրեն։ Հունիսի 7-ի խորհրդարանի ընտրությունը խառնեց Էրդողանի արդարություն եւ զարգացում կուսակցության պլանները։ Կոալիցիա կազմել է տարբերակ չհամարելով, երկիրը գնում է խորհրդարանի նոր ընտրության։ Այս երևույթի մեջ մեզ համար ուրիշ մի սրտնեղություն է, որ քարոզչությունը վերածված է հետևյալին, գսպիտը այս շարժումը ոչ թե քրդական շարժումն է, այլ հայկական շարժումն է։ Հաճախ իշխանամետ մամուլը փորձում է կատարվող անկարգությունների պատասխանատվությունը բարթել հայ համայնքի վրա, միանգամից երկու փոքրամասնության հարց լուծելով։ Հայերը սովորաբար քվեարկում են աջակողմյան կուսակցությունների օգտին։ Այս անգամ սակայն հայերը, հույները, հրեաներն ու ասորիները պաշտպանում են քրդական համարվող ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցությանը։ Ինչպես կարող է հարևանի ներքաղաքական վիճակն ազդել մեր երկրի վրա։ Չեմ կարծում մեծ սպառնալիք կլինի, բայց պետք է զգոն լինել, որովհետև սահմանին շատ մոդ են։ Փոխարենը Թուրքիայի ներքաղաքական ապակայունացումն ազդում է փոքր եղբոր վրա։ Բաքու, Թիֆլիս, Գարս եւ վերջի շարունակվող կազմումը արդեն երկու անգամ դրակեցվել է եւ այդ կազմուղի գործունեությունը դադարեցվել է եւ սա կնշանակի, որ ինչ որ չափով գազդի նաեւ Ադրբեջանի վրա։ Քրդական ուժերի 2013-ին հայտարարած զինադադարը չեղել է համարվել։ Մյուս կողմից Էրդողանն ակնարկում ցանկանում է խաղաղություն եւ կայունություն, ստիպված է կընտրել արդարություն եւ զարգացում կուսակցությունը։ Տաթև Դանիելյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ին բանաձև ընդունեց Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված։ Այն մանրամասը ներկայացրել եւ դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ կիրառվող բռնությունները, լրագրողների ճնշումները, սակայն կոնկրետ պատժիչ գործողությունների մասին տողերը կրկին մնացել են օդում կախված։ Ինչպես արձագանքեց Ադրբեջանը եւ ինչ է սպասվում այդ երկրին, եթե չկատարի եվրոպացիների պահանջները, մանրամասնում է Նաիրի Հոխիկյանը։ Եվրախորհրդարանում առանց բուռն բանավեճերի անցած քննարկումը եզրակացրեց, որ Ադրբեջանը ընդհանուր առմամբ բռնապետական երկիր է։ Մասնակից երկրների մեծ մասը կողմ քվեարկեց բանաձևին, որով շեշտվում է մարդու իրավունքների վիճակն աղետալի է Ադրբեջանում։ Ճնշման են ենթարկվում քաղաքացիական հասարակության լրատվամիջոցների ներկայացուցիչները, խախտվում են լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատություններն ու իրավունքները։ Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանությանը կոչ է անում կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները վիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։ Պահանջ, բայց Ադրբեջանի համար դրանք հիմնականում արժեքավոր չեն։ Այդ երկրի նախագահի խորհրդական Ալի Հասանովը շատ չանցած հայտարարեց, որ Ադրբեջանը ամենաժողովրդավար պետությունն է տարածաշրջանում, իսկ աշխարհում համարվում է օրինակելի։ Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյայի համոզմամբ նաև եվրոպացիները նախանձում են ադրբեջանցիների հաջողություններին ու պետականաշինության մեծ քայլերին, ուստի դիմում են սադրանքների։ Դրա մեջ եւս Ադրբեջանը տեսնում է հայկական հետք։ Ադրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստ է գումարել, պատգամավորները շտապ հետ են կանչվել արձակուրդից։ Եվրախորհրդարանի այդ կոշտ բանաձևը մենք չենք կարող հանդուրժել։ Նրանք մեզ մեղադրում են առանց նայելու սեփական խնդիրներին։ Եթե Եվրախորհրդարանը որոշի դիմել ինչ-ինչ պատժամիջոցների, ապա Ադրբեջանը գործի կդնի սեփական պատժամիջոցները, որոնք անկասկած Եվրոպայի համար էժան չեն լինի։ Մկաններ ցույց տալու պայքարում Ադրբեջանն իհարկե չի ահաբեկի Եվրոպային, բայց հաշվի առնելով այդ երկրում նավթային շահեր հետապնդող բրիտանական ընկերությունների գործոնը, հնարավոր է կրկին ականատես
նախատես լինել աչք կապոցի։ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը բանաձևի պատճառով հրաժարվել է Ադրբեջանում կայանալիք խորհրդարանի ընտրությանը դիտորդական առաքելություն ուղարկելու մտքից։ Նույնը կլինի եվրոպական մի քանի ուրիշ կազմակերպությունների պարագայում, բայց թե դա ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացի կամ հարևանների հետ առանց ագրեսիայի ապրելու գործոնի վրա, հավասարում է բազմաթիվ անհայտներով։ Ադրբեջանի եւ դրա նախագահի համար միջազգային հանրության կարծիքը տողեր են գրված ծովափի ավազին։ Նաիրի Հոխիկյան, Էպիկենտրոն։ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը խորհրդարանի այսօրվա նիստում քննադատել է Եվրոպական խորհրդարանին կապված Ադրբեջանի վերաբերյալ բանաձև ընդունելու հետ։ Եվրոպական խորհրդարանում կազմակերպվել է Ադրբեջանի դեմ քաղաքական հերթական ակցիան։ Սեպտեմբերի 10-ի նիստում խախտվել են էթիկայի կանոնները, Ադրբեջանին զրպարտել են։ Կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանի այդ բանաձևը կանխակալ եւ մտածածին է։ Մենք երկար ենք լռել, սակայն այլևս անհնար է լռել։ Այս անգամ Եվրոպան խախտել է բոլոր վարքականոնները։ Այդ բանաձևի ընդունման հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանի Եվրոպայից մեկուսացնելն է, նրա իմիջին վնաս պատճառելը եւ Լեռնային Ղարաբաղի հարցում որոշակի պայմաններ Ադրբեջանի վզին փաթաթելը։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է դիմել կառավարությանը վերանայելու համար առավելյան գործընկերությունից դուրս գալու հարցը, ասել է նա։ Միջազգային լուրերը կներկայացնի Սոնա Աղբալյանը։ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը մինչև 2016 թվականի մարտը։ Պատժամիջոցները նախատեսված են ռուսաստանցի եւ ուկրաինացի ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար, որոնց եվրոպացի պաշտոնյաները մեղավոր են համարում Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջության խախտման համար։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը պատվո շքանշանով է պարգևատրել օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զինված տղամարդուն դիմադրած հայ դասախոս Մարկ Մուգալյանին՝ ի նշան նրա ցուցաբերած արիության կանխելու ահաբեկությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Սիրիան կշարունակեն ռազմատեխնիկական գործակցությունը, որը նրա խոսքով ուղղված է ահաբեկության դեմ պայքարին։ Անկասկած զինամթերքի մատակարարում եղել է, կա եւ շարունակվելու է, ասել է Լավրովը։ Բոլոր արևմտյան գործընկերները ընդունում են, որ Մերձավոր Արևելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում գլխավոր սպառնալիքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը չէ, այլ իսլամական պետություն է։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Սիրիային աջակցող Ռուսաստանին մեղադրում է սիրիացի փախստականներին կարգավիճակ չտրամադրելու համար։ Ներգաղթյալներին ապաստան տրամադրելու հարցը շարունակում է օրհասական մնալ Եվրոպայում։ Սերբիայի եւ Հունգարիայի սահմանին խստացվել է հսկողությունը։ Սեպտեմբերի 15-ի գիշերը Հունգարիայում ուժի մեջ կմտնի փախստականների եւ սահմանի մասին օրենքի փաթեթը։ Այն ընդունվել է անցած շաբաթ։ Սահմանի անօրինական հատումը կհամարվի հանցագործություն, որը կպատժվի ազատազրկմամբ կամ արտաքսմամբ։ Հունաստանը, որի կղզիներ փախստականները ժամանում են Թուրքիայից, շարունակում է առանց հսկողության թույլ տալ նրանց անցնել իր տարածքով։ Գերմանիայից եւ Ավստրիայից հետո սահմանի հսկողության ուժեղացման մասին է հայտարարել նաեւ Չեխիան։ Փախստականների հարցերի ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ Եվրամիության երկրների միջև տեղաշարժի սահմանափակման միակողմանի միջոցառումը կարող է վատացնել փախստականների վիճակը։ Երկիրը լքելու մասին մտածում են անգամ իտալացիները։ Իտալիայի երիտասարդների մոտ 90%-ը համարում է, որ արժանավայել աշխատանքը գտնելու համար հարկավոր է լքել Իտալիան։ Իտալացի երիտասարդները ձգտում են նոր փորձ ձեռք բերել եւ շփվել այլ մշակույթների հետ։ Նրանք ամենագրավիչ երկրներից են համարում Ավստրալիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան։ Սոնա Աղբալյան, Էպիկենտրոն։ Սեպտեմբերի 11-ից 17 ընկած կիրակի օրը նշվում է հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից ամենավերջինը՝ Խաչվերացը, որին հաջորդող օր, այսինքն այսօր մեռելոց է։ Ինչպես բոլորը, այնպես էլ Սուրբ Սարգիս առաջնորդանից եկեղեցում վաղ առավոտյա մատուցվել է Սուրբ Պատարագ եւ ընդհանուր հոգեհանգիստ։ Խաչվերած, խաչի բարձրացում։ Խաչվերածն ունի Քրիստոսի եկեղեցու անպարտելիության խորհուրդը, եկեղեցի, որին դժոխքի դռները չպիտի հաղթահարեն։ Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը, որը ժողովրդի մեջ տարածված է Սրբ Խեչ անունով, աշնանսկիզբը խորհրդանշող տոներից է։ Առհասարակ այն համարվում է ուրախ տոն։ Տոնի նախօրեին շաբաթօրը կանայք պետք է խմորեղեն պատրաստեն, տղամարդիկ ուլ մորթեն։ Ժողովրդական ավանդույթի համաձայն ուլի միսը եւ ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել։ Շատ հաճախ մարդիկ կապում են ննջեցյալների հետ, բայց իրականում սա սխալ մոտեցում է եւ թյուր ըմբռնում տոնի խորհրդին, որովհետեւ դա ավելի շատ գալիս է այն ժամանակահատվածից, երբ որ սովետական ժամանակահատվածից, երբ որ մարդիկ պարզապես խաչվերացի տոնին միայն ննջեցյալներին են, գերեզմաններին են այցելել եւ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ խաչվերացը վերաբերում է ննջեցյալներին եւ սա ոչ թե հոգեվոր ուրախության, այլ ննջեցյալների ոգեկոչման օր է։
Ասել է, թե Կիրակի օրը տխրությամբ համակվելու փոխարեն խաչվերյացը պետք է տոնեին, իսկ այսօր արդեն այցել են հանգուցյալների շիրիմներին։ Տեր Եսայի Քահանա Արթենյանը հորդորում է հին ու նոր հանգուցյալներ ձևակերպումներից եւս խուսափել։ Քրիստոնեական գիտակցության մեջ չկար հասարակ հին եւ նոր ննջեցյալ։ Բոլոր դեպքերում ննջեցյալ է եւ անկախ նրանից նոր է մահացել կամ ավելի վաղուց է մահացել ննջեցյալը, մենք նույն աղոթքն ենք բարձրացնում եւ նոր եւ հին ննջեցյալի համար։ Խաչի պատմությունը սկսվում է առաջին դարից, երբ Պատրոնիկե կայսրուհին գալիս է Երուսաղեմ, որպեսզի գտնի Քրիստոսի խաչափայտը։ Այն հրեաները պահում էին Քրիստոսի գերեզմանի մեջ։ Քրիստոնյա կայսրուհուն թեև հաջողվում է խաչը ոտնձգությունից ժամանակավորապես պաշտպանել, սակայն ավելի ուշ հեթանոս կայսրերը այն թաղում են Գողգոթայից քիչ հեռու աղբակույտի մեջ, պահելով մինչև 4-րդ դարի սկիզբ։ Քրիստոնյա հեղինային հաջողվում է աղբակույտից հանել տալ խաչը։ Ավանդույթը ասում է, որ այնտեղ որտեղ որ այդ աղբակույտի տակ թաղված էր, պահված էր Քրիստոսի խաչափայտը, այդտեղ աճում էին ռեհաններ, որոնք անուշ հոտ էին տարածում ամենուր եւ հրեաներից մեկը Հուդ անունով մի հրեա ցույց է տալիս, որը գիտեր որտեղ է պահված խաչը եւ ինքը ցույց է տալիս խաչի տեղը։ Պատահական չէ, որ ժողովուրդը ռեհանը համարում է խաչի ծաղիկ։ Ինչ վերաբերում է խաչին, ապա այն եւս մեկ անգամ ոտնձգության է ենթարկվում 614 թվականին, երբ Պարսից Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, որպես անարգանք Պասկաստան տանելով տիրոջ խաչը։ 14 տարի անց Բյուզանդիայի Հերակլ կայսրը հետ է վերադարձնում այն։ Նրան ռազմական օժանդակություն է ցույց տվել հունական մասի հայոց զորքը Մժեշ գնունն ու գլխավորությամբ։ Դրանից հետո որոշեցին, որ այլևս, որպիսի խաչափայտը չգողանան կամ որևէ անարգանքի չմատնվի, որոշեցին խաչափայտը բաժանել մասերի եւ տարածել ամբողջ քրիստոնյա աշխարհով մեկ։ Ըստ ավանդույթի խաչի մի կտորը իր հետ Հայաստան է բերել Սուրբ Հռիփսիմեն, ու այդ մասունքը հիմա պահվում է Սուրբ Էջմիածնում։ Քրիստինե Սուքեսյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արագածոտնի մարզի Ավանգյուղում մասնակցել է ազգային ազատագրական շարժման գործիչ առաջին ֆիդայապետ Արաբոյի կիսանդրու բացման արարողությանը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում կանգնեցված կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին։ Քաչ ֆիդայապետի կիսանդրու քանդակագործը Էդուարդ Շախիկյանն է։ Սասունցիներով եւ մշեցիներով բնակեցված գյուղում դա նմանատիպ առաջին կոթողի բացումն է, որն իսկական տոնախմբության է վերածվել։ Հանդիսավոր արարողության ժամանակ հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի ներկայացուցիչները հոգեհանգստի կարգ են մատուցել ի հիշատակ ազգային ազատագրական պայքարում զոհվածների։ Ուզում եմ շնորհավորել ձեզ, մեզ բոլորիս այս հուշահամալիրի կապակցությամբ։ Սա այն ուխտատեղերից մեկը պետք է լինի մեր հայրենակիցների համար, որոնք երազում են գնալ էրգիր եւ պետք է հիշենք, մեծարենք մեր մեծերին եւ այն դաստիարակությունը, որը ստացել ենք մենք, փոխանցենք մեր մատաղ սերնդին, որ մեր երկիրը այնքան ուժեղ լինի, որ մեր պապերի երազանքը կարողանանք ի կատարածել։ Ես եւ իմ գործընկերները այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Ցտեսություն։